Ենթադրյալ ընտրախախտումների մասին ահազանգերով ողողված է համացանցը։ ՔՊԱ-ականների կողմից ընտրողներին ուղղորդելու կասկածելի դեպքեր են նկատել դիտորդները։ Թեկնածուն մինչև ժամը 20:00-ն իրավունք չունի լինել տեղամասում, պարոն Մինասյան։ Պատգամավորի ՔՊԱ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, որը Գյումրիի 31-0-9 տեղամասի ընտրող չէ, տևական ժամանակ եղել է այդ տեղամասում, ահազանգել է հայաքվեն, ըստ որի դա ակնհայտ ընտրախախտում է։ Սարիկ Մինասյանը տարածքը լքել է, երբ նրան հիշեցրել են օրենքի պահանջը։ Մեկ այլ ՔՊԱ-ականի Գնել Սանոսյանի կասկածելի վարքագծի մասին ահազանգել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։ Նա տեսանյութ է հրապարակել գրելով. Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19-36 ընտրական տեղամասի տարածքում եւ ուղղորդում է ընտրողներին։ Վանաձորի 25-28 ընտրատեղամասում է Լոռիի նախկին մարզպետ, այժմ Փաշինյանի խորհրդական եւ ՔՊ պատգամավորության թեկնածու Արամ Խաչատրյանը ընտրատեղամասում տեղեկանալով, որ մի տատիկ ցանկանում է քվեարկել 3-րդ համարի օգտին, հանձնարարել է նրան դուրս հանել տեղամասից, պատմել են ականատեսները։ Իրեն վերագրվող արարքի վերաբերյալ Արամ Խաչատրյանից մեկնաբանություն դեռ չի հաջողվել ստանալ, նրա հեռախոսահամարը անհասանելի է։ Սա քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է։ Տեսախցիկները արձանագրել են նաև, որ ՔՊ պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը Արտաբույնքի 36-20 ընտրատեղամասում ընտրելուց հետո չի հեռացել ընտրատեղամասից։ Եվ որոշակի առումով ներգործություն ընտրողների կամքի վրա։ Ահազանգ կա նաև Օշականից, այնտեղ մի քաղաքացի ընտրատեղամաս մշակույթի տուն է գնացել 16 համարի քվեաթերթիկը ձեռքին։ Մայրաքաղաքի թիվ 8-32 ընտրատեղամասում եղել է բաց քվեարկություն, սակայն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել քվեարկությունը։ Ինչ եք ասում, ինչ անեմ, ես իրավունք չունեն, դա վավեր է համարվում։ Կարնե Մանգասարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։